Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ Շփումն է։ Դե ինչ, ես կարծում եմ ժամանակն է նաև խոսել Ադրբեջանով կամ Ադրբեջանից եկող նավթամթերքի, բենզինի հատկապես մասին եւ առհասարակ ենթակառուցվածքների բացման մասին, որից օգտվելու ենք բոլորս։ Ասեմ, որ ցավոք սրտի Ադրբեջանի որոշ sense պրոպագանդիստներ շատ հետաքրքիր ձևով են մեկնաբանում այս ամենը եւ ցավոք սրտի եւ ռուսերենով այդ ամեն ինչը բնականաբար, որպեսզի հասանելի լինի մեր քաղաքացիներին։ Բոլորս ենք չէ հասկանում, որ իրենք ռուսերենով չեն խոսում ադրբեջանցիների համար։ Խոսում են մեզ համար եւ ցավոք սրտի մեր տիրույթում դա բռնողներ կան ու իրար խառնվողներ, այսինքն դա լսում են ու տեսեք ինչ են ասում, կներեք։ Իսկ ձեզ ով է խանգարում, որ դուք էլ օրինակ ռուսերենով, ոնց նայում եմ ձեզանից շատերը լավ էլ ռուսկախոսնի են, դուք էլ ռուսերենով տրամաբանական հակառակ բաները նրանց ներկայացնել, մեր պատկերացումները եւ այլն, ի՞նչն է խանգարում։ Հնարավոր է ձեր տգիտությունը, հարցը դա չի, բայց չէ, այստեղ կա մյուս պատճառը, թերևս գլխավոր պատճառը։ Ձեզ անհրաժեշտ է, որպեսզի այնտեղից էլ խոսեցվի եւ դուք այստեղ դա վաճառեք մեր հասարակության վրա։ Ինչ վերաբերվում է բենզինին, ինձ 3 առաջ օրը մարդիկ հարցեր են տալիս, իսկ դու ինչպես ես վերաբերվում։ Ամենայն անկեղծությամբ կասեմ բնականաբար, ոչ թե այն պատկերացումներով, ինչպիսին ունի միայն պետությունը, այլ նաեւ իմ սուբյեկտիվ վերաբերմունքը։ Ձեզ ոնց է թվում, մարդ, ով շատ երկար տարիներ հայապահպանման ծրագրերի վրա է աշխատել Սփյուռքում, ստեղծել է հայկական գրադարան ամենատարբեր խնդիրների բախվելով, ստեղծել է հայկական ազգային թատրոն ամենատարբեր խնդիրների բախվելով, անցել է որոշ բարդ ճանապարհ եւ ինչու ոչ նաեւ պատերազմի բովով։ Ոնց է ձեզ թվում, ես կարող եմ այդ ամեն ինչը նորմալ ընկալել։ Սենց գնալ մեքենայով կանգնել ու ասել լցրեք այս բենզինից։ Բնականաբար ոչ։ Գոյություն ունի որոշակի հոգեբանական բարդույթ։ Եվ ինձ դժվար է լինելու, բայց դժվար լինելը չի խանգարելու, որպես ես կարողանամ զգացմունքային մասը հաղթահարել եւ սառը ուղեղով դատելով շարժվեմ առաջ, հետեւողական լինելով, թե մենք ինչ ենք անում, մեր պետությունն ինչ է անում, ինչպես է օգտագործում, հա, այդ եղածը։ Իհարկե դա իսկ այդ դժվար լինելը, այդ հոգեբանական բարիերը, մենակ մեզ մոտ է, թե ադրբեջանցիների մոտ էլ է, ոնց եք կարծում, եթե մի Հայաստանից որևիցե բան մտնի Ադրբեջանի տարածք, այնտեղ ինչպեսին է լինելու ռեակցիան։ Ասեմ, բավականին բարդ է լինելու։ Եթե սրան էլ ավելացնենք, որ որոշ անհանդուրժողական երևույթներ կնստեն խաղաղությունից կխոսեն, բայց իրենց խոսքի կառուցվածքում խայթող որոշակի բաներ կօգտագործեն, ավելի է ծանրանալու վիճակը եւ բնականաբար խաղաղության օրակարգը դժվար կլինի սպասարկել։ Շատերը մեկնաբանում են, որ հես այդ բենզինը, որ բերում են, վաճառում են, իրենք հզորանալու են, ու իրենց բանակը զինելու են, հարձակվելու են հետեւաբար մեզ վրա, հետեւաբար հաղթում են, խոսքով ինչ ասած դարձնում են։ Տեսեք, իհարկե արտահանումը միշտ ավելի լավ է պետության համար, քան ներկրումը, բայց բոլոր երկրները ամեն ինչ չեն կարող արտահանել։ Ամեն երկիր ունի իր բազան արտահանումային նյութերի ու ներկրման, հա, մասով, ասենք կան ամենատարբեր օրինակներ։ Ասենք օրինակ Ռուսաստանը երբեք ոչ մի տեխնիկա չի արտահանում, արտահանում է իր բնական հարստությունը։ Օրինակ Հոլանդիան արտահանում է ծաղիկներ։ Ու այդ բավարարում է այնքան, որ ինքը մնացած ամեն ինչ եթե ներկրում է, միևնույն է իր տնտեսությունը ամուր է մնում։ Մեր պարագայում մեր տնտեսությունը բնականաբար չի զարգացել։ Եկեք միասին գուշակենք ինչ պատճառներով, հա։ Մենք չենք եղել նորմալ շուկայական հարաբերությունների մեջ աշխարհի նորմալ երկրների հետ։ Ու
ես որքան էլ տնտեսությունից շատ գաղափար չունենամ այդ թվերից մյուս ալգորիթմերից եւ այլն, բայց տարական բանը այդ տրամաբանությունը ինձ հուշում է հետեւյալը, որքան որ մեզ անհրաժեշտ է բենզին, էժան գնով, այնքան էլ մեր շուկան անհրաժեշտ է Ադրբեջանին։ Այսինքն այստեղ կա շահերի համատեղում։ Ոչ մեկին լավություն չի անում։ Ես իմ աչքով ընկել է, իհարկե մի երկու ադրբեջանցի բլոգեր ռուսերենով փորձում են այլ բան ներկայացնել, ես այսօր կփորձեմ նրանց իմ համացանցի էջով պատասխանել։ Ոչ մեկին լավություն չի անում։ Եթե Ադրբեջանը բենզին է բերում այստեղ, մեզ լավություն չի անում, որովհետև մենք էլ իր համար շուկա ենք։ Եվ փոխարենը մենք ունենք ալտերնատիվ, սրա համար մենք ինչ-որ մեկին լավություն ենք անում, ոչ, այստեղ շահերի համընկումն է, և այնքան, որքան որ Ադրբեջանը տնտեսապես շահույթ կունենա և կզինի իր բանակը, այդքան էլ մենք ենք ունենում շահույթ և զինում մեր բանակը, և այո, հենց այդ նույն բենզինով կարող է և աշխատել լուրջ զրահատեխնիկաներ և այլն, կամ առհասարակ նավթային վառելիքով, բայց եթե ստացվի այնպես, որ ենթակառուցվածքները բացվեն ու առևտրաշրջանառություն որոշակի ստեղծվի, տնտեսական հարաբերություններ ստեղծվեն, արդյոք ֆինանսները կգնան առելի մասը բանակներին զինելու։ Այստեղ իմ կարծիքով հարց կա, այս հարցը կա, որ ես արդեն չեմ հավատում, որովհետև բանակի զինվելը մշտապես պատրաստ լինելը, մեծ ծավալով զինվել, այսինքն ստանդարտից ավել, դա այո, նրա մասին է, որ կարծես թե իրար լեզու չեն հասկանում երկրները ու կարող են բախման գնալ, ինչին պետք է պատրաստ լինել։ Իսկ երբ որ սկսում են իրար հասկանալ, բնականաբար ոչ մեկ հավելյալ ծախս այդտեղ չի անելու, ոչ մի երկիր չի անում հավելյալ ծախս, անգամ ՆԱՏՕ-ն բան, հավելյալ ծախս չեն անում, ինչի համար, երբ որ դրա անհրաժեշտությունը կա, հակահետախուզական, արտաքին հետախուզական տվյալները կան եւ այլն, դիվանագիտական տվյալները կան, նոր սկսում են պատրաստվել։ Այն որ ասում ենք 18 թվականին այնպես չէր, որ Փաշինյանը ասեց Արցախը Հայաստանը եւ վերջ դրա համար հարձակվեցին, դրա համար, այդ եմ ասում էլի, որովհետեւ երկար տարիներ աշխատել է պետք ու Ադրբեջանը աշխատել է դրա մասին, 15-16 թվականներին էլ ավելի ուղիղ ասել է, որ ինքը հարձակվելու է ու դրա մասին այստեղ ոչ ավել ոչ պակաս Սերժ Սարգսյանն է գուժել։ Այնպես որ այո, հոգեբանական բարդույթներ կան, բնականաբար թշնամական զգացողություններ ունենք միմյանց հանդեպ, սա ասենք պետք է կույր լինել, որ չտեսնել կամ ասել, որ այդպես չի, բայց չէ որ չեն կարող լինել հավերժական թշնամիներ։ Իհարկե զգուշավորությունը լավ բան է, իհարկե ոչինչ չի մոռացվում, իհարկե այդ ամեն ինչը փոխանցվում է սերունդներին։ Եվ հարկ եղած դեպքում արդուն է լինում մարդու մոտ իր ազգային, պետական, հայրենասիրական գաղափարախոսությունը միշտ արդուն է մնում բոլոր ժողովուրդների մոտ, որը ամենատարբեր իրավիճակներում կարող են միանգամից ավելի ակտիվացնել ու մտնել պայքարի մեջ եւ կարող են անջատել, ինչպես փորձել են անջատել երկար տասնամյակներ թե խորհրդային միության ժամանակ, ցեղասպանությունից հետո, երբ որ պետք եղավ նոր այդ ժամանակ միացրեցին, եւ թե այո 94 թվականի հրադադարից հետո։ Մի խոսքով, այսպեսին է իմ պատկերացումը այս ամեն ինչի մասին եւ դրա մեջ ես դրական բաներ տեսնում եմ, այո, որովհետեւ գիտեք ոնց, ես վստահ եմ, որ ադրբեջանցի ժողովուրդն էլ չի ցանկանում պատերազմել։ Առհասարակ ժողովուրդները չեն ուզում պատերազմել։ Առհասարակ աշխարհում ոչ մի ժողովուրդ չի ուզում պատերազմել։ Բայց պետությունների կառավարման process-ում լինում է այդպիսի ֆորս-մաժորային իրավիճակներ, որ կարող են քաղաքական բաները բերել բախումների ընդհանուր մինչև պատերազմների։ Եվ ես այն մարդկանցից եմ, որ վստահ եմ, որ եթե աշխարհում այնքան գումար, որքան ծախսվում է բանակներ զինելու վրա, այդքան գումար ծախսվի թշնամական հարաբերությունները
վերացնելու վրա հաստատ պատերազմներ չեն լինի։ Ես դրանում վստահ եմ, չգիտեմ։ Գուցե սխալվում եմ։ Հիմա կարող են շատերը մտածել, թե ես այստեղ հիմա նստած, չգիտեմ, ճերմակ դրոշակով, ինչ-որ sense վայ, խաղաղություն։ Գիտեք ինչ, խնդիրն այնտեղ է, որ այո, կա լավ խոսք, խաղաղություն ես ուզում, միշտ պատրաստ եղիր պատերազմին։ Մենք միշտ պատրաստ պիտի լինենք, բայց խաղաղության process-ը պիտի գնա։ Զուգահեռաբար պատրաստն շատերն էլ փորձում են, տեսեք, դուք դրանով բանակը որ վերացնում եք, դուք ենթարկվում եք թուրք-ադրբեջանական, չգիտեմ ինչերի։ Ես այս բաները խոսողներին շատ ուշադիր հետևել եմ։ 5-րդ տարին է նման խոսույթ տարածողների էջերը հատ-հատ։ Երևի 2-ից 3000 էջ հատ-հատ ուսումնասիրել եմ։ 0.1%-ն է մեջներից, որ տենց իսկապես իրենք ազնվորեն տենց թշնամական իրենց վերաբերմունքը բացի նաև գործնական քայլեր են արել, հա, ասենք օրինակ պատերազմին են մասնակցել, օրինակ զորավարժություններին են մասնակցել եւ ունեն այդ կարծիքը։ Մնացած 99.9%-ը դա ասում է, որովհետեւ ասում է։ Դրա կեսը ֆեյքերն են, ովքեր տարբեր զգացողություններ պիտի տարածեն հանրության մեջ, մյուս կեսը ասում է, որովհետև այտենց աշխատում է, որ իրենք քաղաքական դիվիդենդներ հավաքեն։ Եվ վստահ եղեք, երբ որ իրենք լինեն իշխանություն, այս թուրք-ադրբեջանական բառը շատ չեք լսելու, որովհետև իրենք աշխատելու են նրանց հետ։ Որովհետև չեն կարող չաշխատել նրանց հետ։ Իհարկե կարող են եւ չաշխատել, կարող են սահմանները փակ պահել ու ասել մենք տեսեք ինչ հայրենասեր ենք, չենք շփվում ոչ մեկի հետ, բայց հանկարծ պարզվի, որ Հայաստանը այլևս Հայաստան չի։ Ну, Ռուսաստան է։ Երբ որ իրենց ասում ես, սա ասում են ավելի լավ, ինչպես էր էս գործակալ Կարոյի գործը Եզրասի։ Ասում ավելի լավ է ռուսական ագենտ լինել, քան թուրքերի ասածը անել։ Սա մտավոր սնանկության մասին է խոսում, ես գնահատական տվող կա։ Տեսեք, եթե դու ենթադրենք, դու ռուսաստանյան հատուկ ծառայությունների ագենտ ես, եւ Ռուսաստանին անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնի, որովհետև Ուկրաինայում թեմա ունի, որպեսզի լավացնի թուրքերը առաջարկել են, ասել են օրինակ, Հայաստանի հարավը կտակ մեզ, կամ միասին բազա կդնենք այնտեղ, ես կանաչ լույս կվառեմ Ուկրաինայի հետ թեմաների մեջ որոշակի միջանցքներ կտրամադրեմ քեզ։ Ոնց է կարծում, ինչպիսին է լինելու ագենտ Կարոյի հրահանգը կամ գործառույթը։ Եկեք միասին, կամ նա այդ պարագայում միայն ռուսական ագենտ է, կամ Ռուսաստանի Դաշնության շահերի օգտին է, չէ՞ բանան, Հայաստանի դեմ, ճիշտ է, իսկ այդպիսի բաներ շատ կան, ինչ, մարդիկ կան, որ կասկածում են, որ Փաշազադեն կարող է ագենտ, չի, սա նախկին սովետական միության տարածքում, բոլոր աչքի ընկնող կառույցների ղեկավարներն էլ այո հավաքագրված են եղել։ Բոլոր, այլ բանա թե ով մինչև երբ է աշխատել ում հետ, բայց ամեն դեպքում KGB-ի ագենտի նախկինը չի լինում, էլի, չի լինում, որովհետև կվերացնեն այդ մարդուն, հասկանում եք։ Երեք ես մի քաղաքացի էր զանգել, ու դրա մասին հուշում էր, շատ լավ էր, որ հիշեցրեց։ Իր օրինակի վրա ասում է բանը, մեկը կար պալիտ բյուրոյի բաներ աշխատող էր։ Չի ուզեցել աշխատել, արդեն վերջ ընկնում են հետևից, որովհետև պիտի մաքրեն։ Այսինքն մարդը ստիպված է ամբողջ կյանքում լինի այդպիսինը։ Երբ որ հրահանգը կգա։ Գուցե ամենօրյա ռեժիմով առավոտից երեկո աշխատավայր չգնա բան, առասարակ ագենտները մի փոքր այլ կերպ այլ գրաֆիկով ու այլ ձևերով են աշխատում, բայց ցանկացած հրահանգի պիտի պատրաստ լինի, չի կարող պատրաստ չլինի։ Այդտեղ իր կյանքն է ու ոչ միայն իր կյանքն է դրված։
Եվ գիտեք, ինձ համար արհեստականությունը աչք էր ծակում։ Այ Փաշազադեն ասեց այդ տեսակ ու հենց Փաշազադեն ասեց Փաշինյանը գնաց այս ինչ այս ամեն ինչի արհեստականությունը աչք էր ծակում, որ մի գրասենյակից է կառավարվում։ Դուք էս ասեք, որովհետև տարածաշրջանի նման խաղաղ զարգացումը, ինչպիսին կարող է ընթանալ եւ կան նախադրյալները, ձեռ չի տալիս մեր Հյուսիսային Արևանին։ Ինքը այդտեղ մնում է խաղից դուրս վիճակում։ Իհարկե մենք փորձում ենք նրան ցուցադրել, որ ինքը այդքան էլ խաղից դուրս չի գործնականում, բայց որոշումների առումով, որոշումներ կայացնելու առումով խաղից դուրս է։ Եվ Փաշինյանի այս վերջին այցելությունը կարծես թե բավականին արդյունավետ էր, որովհետև այ երկաթուղիները հանձնած Քոչարյանի ժամանակով հանձնած եւ այդպես էլ ոչինչ չարած այդ բանը կառույցը կարծես վերցրել է որոշակի պատասխանատվություն, որ այո մի քանի հատվածում պիտի աշխատեն։ Եվ սա նաեւ այս այցելության պտուղներն էին։ Այդպիսինն է լինում։ Բայց որոշումներ կայացնելու հարցում նա այլևս չկա։ Հիմի զորով սրանք ասում են չէ, եկեք վերադառնանք այդ օգոստոսի 8-ը, ընդ որում բառացել են ասում։ Ասում են այս օգոստոսի 8-ը արանքից հանենք, նոյեմբերի 9-ով շարժվենք։ Նոյեմբերի 9-ը ենթադրում է ճնշումով միջանցք վերցնել եւ վերահսկողությունը չլինի մերը։ Եկեք տեսնենք հիմա ով ում օգտին է աշխատում ու ծառայում։ Եթե Կրեմլին պետքա որ միջամտություն լինի մեր ներքին քաղաքական կյանքին, խնդրեմ Ադրբեջանը մի հատ հեսա ինչ որ բանի դիմաց մի հատ նախադասություն կասի, այստեղ անպայման դա կռեալիզացնեն մեր հանրության վրա, դուրս կգան էլի թուրք-ադրբեջանական եւ ընտրություններին մարդիկ ասեն այ մարդը կանգնից գուշավորություն դրսեւորենք։ Սա լինում է ուղիղ ազդեցություններ քաղաքական կյանքի վրա։ Սա հիբրիդային պատերազմ է հենց։ Ամենատարբեր մանիպուլյացիաներով եւ այլն եւ այսպես շարունակ։ Տեսեք, Ռուսաստանն ու Ուկրաինան տեսեք ինչ պատերազմի մեջ են։ Միլիոնով զոհեր ունեն, միլիոնով։ Ասենք եկեք համեմատելու էլ չի, էլի, ասենք օրինակ 50 միլիոն է Ուկրաինայի բնակչությունը, մերը 3 միլիոն է, չէ՞։ Եկեք նայենք տոկոսային առումով մեր վիճակը, իհարկե մերը մեզ համար ամենաթանկն է, բայց տոկոսային առումով եկեք նայեք մի հատ այնտեղ։ Միլիոնով զոհեր ունեն, փրթում են օվում պատահի, բայց մյուս կողմից կա առևտուր։ Աչքովս ընկավ Արշակ Կարապետյանն էր փորձում փայլել, թե բա Նիկոլը ինձ հեռացրեց, որովհետև գիտեր, որ բանին Ադրբեջանի նավթամուղին կխփեմ։ Լուրջ։ Եվ քեզ թույլ կտային Ռուսաստանից կամ այլ տեղերից, որտեղի շպիոն դու ես հանդիսանում։ Ուրեմն մեզ կերակրել են այդպիսի մտքով, թե մենք կարող ենք պատերազմի ժամանակ խփել այդ նավթամուղին, որտեղ որ կա օտարերկրյա ներդրումային բաներ, դու հասկանում ես, թե քանի երկրների հետ պիտի կոնսենսուս ունենաս, որպեսզի այդ նավթամուղին խփես։ Որովհետև դա Ադրբեջանի միանձնյա այդպես բանը չի, էլի։ Այդ դա հենց անվտանգության բարձիկն է իր։ Այդ դրա համար են այնտեղ մտել օտարերկրյա ներդրողներ նաև, որպեսզի ապահովագրի իրեն, որպեսզի որևիցե մեկը չկարողանա հարվածի։ Ու չեն կարող, անգամ Ռուսաստանը չի կարող դրան հարվածել, մեծ ցանկության դեպքում։ Անգամ Թուրքիան չի կարող դրան հարվածել, մեծ ցանկության դեպքում, որևիցե մեկը չի կարող։ Անգամ Ադրբեջանը չի կարող դա ինքնաոչնչացնել, էլի իր կողմից։ Հասկանում եք, թե չէ։ Հիմա մեզ մոտ օտարերկրյա ներդրումներ, որ ասում ենք, այդ նույն հարավում Հայաստանի, այս սրա մասին է։ Միջազգային լրջագույն
լրջագույն կամպանիաներ են հետաքրքրված ու արդեն քայլեր են անում, ես ինչպես հասկացա փետրվարին էլ JD Vance-ն է գալու Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը Հայաստան, բնականաբար հասկանում եք արդեն ինչի մասին է խոսքը, այդպիսի մարդիկ չեն գալիս էլի գնան մի հատ գառնի գեղարդ կան, գալիս են լուրջ պետության ստրատեգիական գործունեության բաներով, լրջագույն ծրագրերով, եւ եթե լինում են նման ծրագրեր, դա հավելյալ անվտանգության բարձիկ է մեր պետության համար, ով պիտի խփի, ով կկարողանա խփել, ով կկարողանա կրակել, ոչ ոք, կարճ դադար մեր եթերում. Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ, եւ հենց այս ամենը բարձր գնահատելով է այս ծրագրերի նպատակների եւ ծրագրերի իրականացման շոշափելիությունը արդեն երևում է եւ դրա իման վրա է որ ասում ենք խաղաղություն լինելու է, հասկանում եք, որովհետեւ Հայաստանը այլևս դադարում է լինել ասես մեկ ուսացված կղզի, ինքը դառնում է խաղացող առհասարակ ցանկացած երկրում այդպես է աշխատում այդ ամենը նույն Ռուսաստանում այդ ռուսամետներին ասեմ էլի քանի օտարերկրյա ներդրումային լրջագույն ծրագրեր կային ու աշխատում էին նույն Չինաստանում այդ ծրագրերը որ դրվեցին այսօր Չինաստանը քիչ-քիչ նաև սովորեց ինքնուրույն անել այդ նույն բանը զոր տնտեսությունը տեսնում եք ինչ է անում Չինաստանի նույն հարավային Կորեայում մի հատ նայեք հյուսիսային Կորեային ու նայեք հարավային Կորեային սրանք հենց այդ անվտանգությանը հյուսիսային Կորեան իրան ջարդում է միլիոնով բանա իր ժողովրդին զինվոր է դարձրել չգիտեմ ինչ զենքեր է արտադրում բան կողքը հարավային Կորեանը վախենում է հարվածի չի հարվածում խնդիրել ունեն ինչի չի հարվածում որովհետև այնտեղ միջազգային բաներ կան աշխարհում շատ երկրներ այդտեղ շահ ունեն դու պիտի ցույց տաս քո շահեկան դիրքը պիտի ցույց տաս ինչ առաջարկներ ունես աշխարհին ու Հայաստանն իր առաջարկներն արել է ու աշխատել է այդ ուղղությամբ որովհետև այդ նույն երկրների տիրույթներում նույնպես կան նաև ադրբեջանամետ գործիչներ, այլ գործիչներ հասկանում եք լոբինգներ են աշխատում եւ կարողանալ կոտրելով այդ բաները հասնել այնտեղ որ շարժել հետաքրքրությունը ու բերել կանգնացնել այստեղ կարողանալ օրինակ նույն Գերմանիայում բիզնեսմենների հետ ունենալ լրջագույն հանդիպում, որը այդպես էլ նորմալ չլուսաբանվեց։ Կներեք, կարող եմ իմանալ որ նախագահի օրոք է եղել տենց բան։ Որ երկրի որ ղեկավարի օրոք է նման բան եղել։ Նույնը գրեթե բոլոր երկրներում ցույց է տալիս քո երկրի շահը, մենք մեծ շուկա չենք։ Ես ձեզ ասեմ, աշխարհի շատ երկրներին հետաքրքիր չենք այդ առումով, որովհետև մեր բնակչությունը 3 միլիոն է ընդամենը։ Հասկանում եք, մենք մեծ շուկա չենք։ Այսինքն ապրանք բերել ծախելը լուրջ բիզնեսմենի համար ոչ մի բան է։ Ես անգամ մի խոսակցությունից էի տեղյակ, գովաս չընչի այդ բանը Մակդոնալդսին էր վերաբերվում, կարծեմ, եթե չեմ սխալվում, կամ այդպիսի մի կազմակերպություն էր, ում մոտեցել ասել էին ուզում ենք Հայաստանում բացենք, դե պիտի որոշակի վճարումներ անեն, ասել էին եկեք Հայաստանում չէ, մի հատ ուրիշ երկրի անուն էին տվել, ասել էին եկեք այդտեղ երկրի քաղաքի անուն էին տվել։ Եկեք այդ քաղաքում բացեք, Հայաստանի գիծը ձեզ նվեր կտանք, պետք չի վճարումներ անեք այդտեղ, որովհետև իրենք գիտեն, այստեղ շուկա չկա։ Մեծ հաշվով այդ կարգի խաղացողների համար, հա։ Մենք շուկա ասածը, գիտեք ոնց ենք հասկանում ենք դեռևս մի հատ շատ համեստ խանութ շենքերի, մի քանի շենքի բակում, որը սպառում է այդ մի քանի շենքերի օրվա բարենային հարցը, լուծում է այդ հարցը։ Ոչ, շուկա դրա մասին չի։ Այսինքն
հետեւյալը, որ ինչ պետք է անել, ուրեմն ապրանքների ներկրում, բան, ոնց որ թե այն չի, ուրեմն պետք է բերել այստեղ արտադրություն եւ այստեղից հանել մյուս երկրներ, ահա, որպեսի կարողանաս բերես արտադրություն, որ միլիոնատերը կբերի դնի արտադրություն մի վայրում, որտեղ առավոտից իրիկուն ինչ որ քաղաքական ուժեր թշնամի են խաղում, իրար թուրքո-ադրբեջանցի են բնորոշում, մի քաղաքական ուժերի մի մասը ագենտուրա է ներկայանում ռուսական, նրանց համար սա ռիսկային է, ասենք պատկերացրեք, ունեք միլիոններ ու ուզում եք միտեղ արտադրություն դնեք, աշխարհի ցանկացած վայրում կարող եք արտադրություն դնել, ցանկացած վայրում, ցանկացած երկիր երազում է, որ իր մոտ գան արտադրություն դնեն դրսից, բոլորն էլ չխոսեմ Դուբայ-մուբայների մասին, որտեղ որ առհասարակ այդ հարկային բաները այլ կերպ աշխատում ու շատ արագ է տեղի ունենում փաստաթղթե շրջանառությունը։ Հիմա ինչը պիտի քաշի, որ ինքը գա այստեղ։ Այդտեղ կլինեն անձնական կապեր, այդտեղ կլինեն դու պիտի ճիշտ ներկայացնես քո դիրքը աշխարհագրական ու թե դու ոնց ես աշխատում քո հարևանների հետ, նա պիտի տեսնի, լավ, այս կետում ես շուկա չունեմ։ Իսկ տարածքում ինչ կա։ Ինչ կա տարածքում։ Տարածքում կա Իրանը, իր մի քանի միլիոնանոց, մի քանի տասնյակ միլիոնանոց բնակչությամբ, կա Թուրքիայի առնվազն արևելյան հատվածը, իր մի քանի տասնյակ միլիոն բնակչությամբ, կա Վրաստանը, կա Ադրբեջանը, եւ կա Ադրբեջանից Կասպից ծովով ճանապարհ դեպի Միջին Ասիա, ասիական երկրներ, եւ ոչ միայն Կասպից ծովով։ Սա արդեն հետաքրքրում է բիզնեսմենին։ Ու ինքը հարցնում է, իսկ դուք ունեիք թշնամական հարաբերություններ, բայց ճամփեքի մասով ես խնդիր չեմ ունենա։ Ոստեղ ասում ենք ոչ, այնա տեսեք, անգամ արդեն Ադրբեջանից բենզին է եկել։ Շուտով մեկ այլ ռուսական մեկ այլ քաղաքից Ադրբեջանով այլ բանագար, այսինքն մենք սկսում ենք աշխատել։ Ես նրանք ասում են լավ, եկեք այս միլիարդի ներդրում անենք, այս ինչ ուղղությամբ մի հատ փորձենք։ Դուք կարծում եք ինչ դրանք հեշտ բաներ են, բայց ինչի մինչև հիմա չեն եղել։ Հիմա այս ամեն ինչը հաշվի առնելով, ըմբռնելով ու էլի շատ նյուանսներ։ Դարձյալ հաղորդման սկզբում ինչ հարց որ տվեցի, ինքս ինձ մի հատ էլ հարցնեմ։ Ես գնումներ կանեմ։ Պետք է որ։ Որովհետև գոյություն ունեն նաև տարեկան բաներ, հաշվարկներ, отчетներ։ Թե ինչ հետաքրքրություն կա փոխադարձ։ Եվ այո, այստեղ ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ինձ դրսևորելով կարող է եւ կարողանամ կառավարել իմ զգացմունքները, իմ թշնամական զգացմունքները հարևան երկրի կամ երկրների հետ։ Գիտեք, ձեզ թվում է ինչ, մենք որ զգացմունքային ժողովուրդ ենք, դրա մասին մենք գիտենք։ Ոչ, դրա մասին գիտեն մեր թշնամիները նույնպես։ Գիտեն արտաքին ցանկացած ուժ նույնպես։ Եվ ոչ միայն մեր մասին, բոլորը բոլորի մասին տեղեկություններ ունեն ու ցանկացած գործողություն, որևիցե օպերացիա սկսելուց առաջ անպայման ուսումնասիրում են ամեն ինչը, նաև ընդհանուր հանրության բնավորությունն ու տրամադրությունները։ Եկեք ձեզ հիշեցնեմ, օրինակ այդ ագենտ Սարխանը, Հայաստան դաշինքի ներկայացուցիչ, ով մատնել էր, կապվել էր Մեջլիսի падգամավորների հետ Ադրբեջանի ու այս ինֆորմացիաները Արցախից փոխանցում պատերազմի ընթացքում անգամ եւ պատերազմից հետո հատկապես իրենց ինչ ինֆորմացիա էր հետաքրքրել գործը հիշում եք բացի այդ ամեն ինչը նաեւ հանրության տրամադրությունները տրամադրվածությունը միշպիսինն է այս ինֆորմացիան շատ կարեւոր էր եղել Բաքվին ով շատ լավ ուսումնասիրելով այդ ամեն ինչը պիտի այո գնար այն քայլերին ինչին որ գնաց ստեղծվել էր իր համար հնարավորություն ինչու պիտի չաներ այստեղ է խնդիրը նաեւ
Հիմա օրինակ աչքովս ընկավ էս մեր Արման Թաթոյանը մի հատ հայտարարություն է էլի արել Ռամիլ Սաֆարովին նոր կոչում իսկ մեզ 2 կանիստր բենզին ու Նիկոլ Փաշինյանի շնորհակալություն Ադրբեջանի նախագահային ինչպիսին պետք է լինեն իրական խաղաղությունն ու երկրի իրական ղեկավարները ինչպիսին Արման Թաթոյան Ռամիլ Սաֆարովին նոր կոչում գուցեև տան հաշվի առնելով թե դու ինչպես դա կընդունես ու ինչպես կվաճառես ինձ վրա հա հույզերը դրա Ինքը իր երկիրը կներես Ռամիլ Սաֆարովին արտահանձնեցին Սերժ Սարգսյանի օրոք Եթե չեմ սխալվում այդ ժամանակ դու մի բեր թե դեռ ոչ Չկարողացաք դատական գործը միջազգային ատյաններում առաջ տանել Նաև այդ փաստաբանները ովքեր որ աշխատում էին մեր կողմից Ես որքան տեղյակ եմ այնքան էլ բավարարված չէին պետության ցուցաբերած աջակցությամբ Իսկ սրա մասին ով պիտի խոսի Ինչի եք դուք հիմա բերել ինչ եք ինչի հետ կապում Կներեք այդքան որ ասում եք արժանապատիվ խաղաղություն մտք ասեք ինչ է դա նշանակում Արժանապատիվ խաղաղության ժամանակ բենզին մտնելու է Ադրբեջանից թե չէ Այս նմանատիպ մանիպուլյացիոն արտահայտություններով հայտարարություններով այ ձեր բաները սարխանները ձեր տարածած այս թեմայից առաջացած զգացմունքները հանգիստ ներկայացնում են Բաքվին Դուք դիվանագետի քաղաքական գործչի հոտառություն չունեք Ով որը ինչից ինչքան ուզում խոսում եք առանց հաշվի առնելու դրա հետևանքները եւ որևէ պատասխանատվություն չցուցաբերելով ձեր իսկ շուրթերից թռած խոսքի հանդեպ Դուք ինչ ուզում խոսում եք ամ մեկը քաշողը այսօրվա իշխանությունն է չէ դե ինքն է գնում դրսերը հանդիպումները իր դեմն են դնում ասում են այս դու ձեր երկրի որոշակի հատվածի զգացողությունները Օրինակ աչքովս ընկավ Չհասկացա ինչ հավաք էր ճիշտն ասած դա երեք Նարեկ Կարապետյանի ելույթը Ես չգիտեմ նման բան էլ որտեղ կարելի ասել մարդը քաղաքական հայտ է ներկայացնում ու ասում է տեսեք ամեն ղեկավար ունի իր աջակիցները, այս աջակիցները ընդունում են սրան, չեն ընդունում նրան, այն մյուսները ընդունում են նրան, չեն ընդունում սրան, եւ արդյունքում ոչ ոք ոչ մեկի չի ընդունում։ Իսկ մեզ համերաշխություն է պետք։ Մեր ազգը հետեւաբար պառակտված է։ Նարեկ ջան, դու չես կարող գտնել մի հոգի աշխարհում ում շուրջ կարող են համախմբվել մի երկրի բոլոր բնակիչները եթե այդ երկիրը հյուսիսային կորեան չի բռնապետական եւ ղեկավարն էլ Կիմ Չեն Ընը չի այսինքն քո առաջարկը բռնապետական երկիր ստանալն է որովհետեւ չես կարող պարտադրել մարդկանց տես աշխարհի բոլոր երկրներում գոյություն ունեն իշխանություններ, ընդդիմություններ։ Այլ բան է, որքանով այդ հասարակությունը իր մտքերը փոխանակում եւ հանդուրժող դիմացինի մտքերի հանդեպ, որքանով են գիտակցում դիմացինի կարծիք ունենալու իրավունքը նույնպես, եւ այլ բան է, երբ թշնամություն եք անում։ Օրինակ բերեմ։ Այ չի մտածում ճիշտն ասած, որ խոսքը սրան կհասնի, բայց բերեմ այդ օրինակը հարգելիս մի րոպե, Ռուբեն Ռուբինյան։ Ուրեմն, մարդը մեկնաբանել է քո հայտարարություններից մեկը, երբ ասում ես կարող է Հայաստանում լինել մարդ, ումից Սամվել Կարապետյանը կարող է կախված լինել, կամ Ինչ եք կարծում հայկական ամենամեծ կապիտալ ունեցող ընտանիքը մեկից կախված է թե չէ Հարցս չէ տվել Չի արել մարդը պատասխանել է գոնե շնորհակալություն ասա որ առհասարակ բանի տեղ դրել են քեզ Պատասխանել է հետեւյալ ձև
Կարող է Հայաստանում լինել մարդ, ումից Սամվել Կարապետյանը կարող է կախված լինել։ Այսօր իր հորեղբոր մասին հարցրել է ռուսաստանցի բիզնեսմենի Զարմիկը։ Վիրավորական բան կա այստեղ։ Չէ։ Այսօր իր հորեղբոր մասին հարցրել է ռուսաստանցի բիզնեսմենի Զարմիկը։ Պատասխանում եմ. այո, իհարկե կարող է լինել նման մարդ, եւ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ մյուս երկու երկրներում, որոնց քաղաքացի է Կարապետյանը, Կիպրոսում էլ, Ռուսաստանում էլ։ Ինչի՞ հետ համաձայն չես։ Հետո ասում եք, ինչ եք կարծում, հայկական ամենամեծ կապիտալ ունեցող ընտանիքը մեկից կախված է, թե չէ։ Կրկին հարցրել է բիզնեսմենի Զարմիկը։ Պատասխանեմ, իհարկե կախված է։ Կախված է այնտեղից, որտեղ գտնվում է իր կապիտալի մեծ մասը։ Այդպես չի։ Բայց դեռ պատասխանով ինչա ստացվել։ Հանկարծ ձեր համերաշխություն քարոզող ուժի ֆինանսավորողի, այսինքն հորեղբորը որդին Սարգիս Կարապետյանը մտնում է գրում է դեռ մի քանի հարց կա, որոնց դու կպատասխանես դատարանում, փոքրիկ թուրք։ Ինչ համերաշխությունից ես խոսում, ապո։ Համերաշխություն ում եւ ում միջև։ Ընդ որում փորձում են մարդուն համոզել, Ռուբինյանին փորձում են համոզել, որ Ռուբինյան դու Թուրքիայում սովորել ես։ Մարդը ստիպված այսօր արդեն էլ ստեղ է հասած, դուրս է եկել։ Բիզնեսմենի եղբորորդին հայտարարել է, թե իբր ես սովորել եմ Թուրքիայում։ Եվ եկել է ժամանակը, որ ես նորից հերքեմ այս հաճախ տարածող սուտը, որը հաճախ տարածում էին Քոչարյանի, Սերժ Սարգսյանի թիմակիցները, հիմա իրենց մյուս հոգեզավակներն են փաստորեն սկսել տարածել։ Ես Թուրքիայում երբեք չեմ սովորել։ Ես սովորել եմ 3 երկրում. Հայաստանում, որտեղ ավարտել եմ ԵՊՀ-ն, Անգլիայում, որտեղ մագիստրատուրա եմ ավարտել, եւ Լեհաստանում, այսինքն ավարտել եմ 3 համալսարան, 3 երկրում եւ Թուրքիան դրանց թվում չի։ Բայց վերադառնանք ռուսաստանցի բիզնեսմենի եղբորորդուն։ Նա երկու ռետորական հարցեր հնչեցրել, որոնց ես պատասխանել էի։ Առաջին հարցը ինքը հետևյալ կերպ էր հնչեցրել. ինչ եք կարծում, Հայաստանում կարող է լինել մարդ, որից կախված է Սամվել Կարապետյանը։ Դե արդեն կարդացի։ Հիմա այս թուրքի թեման ինչ է գցում մեջտեղ։ Ինչ եք անընդհատ մարդը պատասխանել է դրան մի ժամանակ։ Կեղծ օրակարգ ա եղել։ Հիմա նորից եք փորձում։ Դուք մենակ խոսում եք, թե դուք երբեմն լսում եք նաև։ Ես բնավ զբաղված եմ հիմա ինչ-որ մեկին պաշտպանելով, բայց դու մի կողմից խոսում եք համերաշխություն, մյուս կողմից մարդկանց որակումներ տալիս։ Մեկն էլ կա, տակը փորձել է փիլիսոփայել։ Ձեր ղեկավարն ասաց, որ նա չի վիրավորվում, որ երբ որ իրեն թուրք են ասում, բայց դու ո՞նց ես վերցես բաներ ա խոսում։ Ու այսպեսի բաներ խոսողներ կան, էլի։ Գիտեք ինչ։ Դրանով դուք թողնում եք աշխարհում առհասարակ հասուն գիտակից հասարակության շրջանակներում թողնում եք աբորիգենի տպավորություն, որովհետև նացիստական դրսևորումները աշխարհում չեն ողջունվում, մեղմ ասած։ Սա մեկ։ Երկրորդ, ձեզ հաճելի կլինի իմանալով, որ Թուրքիայում էլ մեկը մեկին վիրավորելու համար հայ կասի։ Չէ։ Հիմա ինչքան հակազդեցություն լինի, այդքան վատ։ Երրորդ, ես այս հարցը տվել եմ բազմիցս։ Ինձ էլ եմ տվել։ Ես ինձ եմ ամենաշատը տվել այս հարցը։ Ասել եմ նայելով որոշների որակական հատկանիշները, մտածել եմ, ասում եմ, լավ, օրինակ, ոչինչ, եթե կցանկանայի արդյոք լինել թուրք, բայց թուրքի օրինակ են տեսակը, ով շատ լավ իմանալով, որ լինելով հասարակական գործիչ Թուրքիայում հայերի ցեղասպանության մասին ձայն կբարձրացնեի, գիտակցելով, որ ինձ դրա համար սպառնում է դաժան, տաժանակիր բանտարկություն։ Թե կուզեի լինել հայ,
Բայց ասենք օրինակ Ռոբերտ Քոչարյան կամ Սերժ Սարգսյան կամ այս թալանչիներից որևիցե մեկը։ Ես անգամ չէի ուզում լինել Նարեկ Կարապետյան, որովհետև Նարեկ աչքովս ընկավ մի տեսանյութ, մի ընտանիք էր երեխաների հետ, 15 տարի լույս չեն ունեցել։ Դուք նրանց լույս չեք տվել։ Պատճառաբանելով ամենատարբեր բաներ։ Գուցե փաստաթղթային տեսանկյունից ինչ-որ տենց փիս օրենքներ կան, որ չէի կարող անհատական որոշակի հարց լուծել, այդ տան մեջ մի հատ լամպոչկա վառվեր։ Բայց կներես, այ Ռոմանոս Պետրոսյանը այդ հարցը լուծել է։ Կներես, այստեղ սենց հարց է առաջանում։ Այսինքն, ձեր հնարավորությունների տիրույթում էր զորամասի վրա հավելագրումներ անել, հոսանք խլել, չգիտեմ ինչեր անելը, պետությունից դրա դիմաց փող քերելը, բայց հնարավոր չէր այդ ընտանիքին լույսով ապահովելը։ Սա է, այդ թե ժամանակ համերաշխություն բառը քեզ խիստ անծանոթ է եղել։ Ես հասկանում եմ, որ դու ձգտում ես ինչ-որ, ես չգիտեմ, ավելի լավ էլ չերկարացնենք, այսքանով եզրափակվենք, խոսենք, դեռ շատ կխոսենք։ Եթերում Ազատ շփումներ, կհանդիպենք։